մինչ գրավոր ապացույցների հրապարակվել է, խնդրեցիք պարզաբանել, թե որ Մկրտչյանի մասին է խոսքը։ Ձեզ համար պարզ է Ռ. Մկրտչյանը։ Այո, ըստ էության Ռ. Մկրտչյանը Արամ Մկրտչյանի քույրիկն է, Արամ Մկրտչյանը գտնվելով փախուստի մեջ եւ բանի մեջ, անիչողոշում հետախուզման մեջ, որովհետեւ հիմա երբ որ ինքը արդեն խուսափեց դատական գործընթացների նկատմամբ խարդախության հետ կապված եւ մի գործովել, ուրիշ գործովել նախաքննություններ գնում, ինքը ըստ էության կարողացել է լքել Հայաստան Հանրապետությունը 24 թվականի երևի փետրվարի 15-ին, բայց այդուհանդերձ կարողացել է այդ տեսաերիզը սիրուն ձայնագրել, տեսաերիզները ձայնագրել, երևակայական իր բաները գրել տեսաերիզների մեջ, ինչ որ խողովակով փոխանցել քրոջը, քույրիկն բերել է տվել է բանին, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին պարոն Արիկ Ստեփանյանին, եւ երևի թե մեր իրավապահ մարմինները հակ չեն համարել ջանք օգտագործել, ջանք ներդնել եւ հակառակ շղթայով փորձել բարձր թե որտեղ է գտնվում Արամ Մկրտչյանը, որը գտնվում է հետախուզման մեջ։ Եթե մեկ այլ գործով պարոն Ղազարյան։ Դա շատ տարօրինակ է, որովհետեւ նորից եմ ասում, դատական գործընթացի մեջ է եղել, եւ մի ուրիշ գործով էլ քրեական վարույթ է եղել, եւ ինքը հաջողացել է լքել Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Ղազարյանն էլ հետևողների համար պարզաբանել, որ սրանք տեսաձայնագրությունները ոչ թե չէ, օպերատիվ Իհարկե, դա Արամ Մկրտչյանը փաստորեն բան արել, տեսաձայնագրել է եւ ուղարկել, ինչպես ասեցի, քննչական հակակցություն կոմիտե։ Շատ տրամաբանական հարց կարող է առաջանալ։ Պարոն Ղազարյան, ինչու է Արամ Մկրտչյանը այդպես ջանասիրությամբ այդ ամեն ինչը անում, նպատակը որն է, պետք է չէ ցանկացած քայլ նպատակ ունենա, ոչ թե ասեք նպատակ ունի ինձ բան անել, ինձ վատություն անելու, այլ նպատակ ունի իր տասնյակ իր կողմից խաբված եւ կներեք բարես համար քցված մարդկանց ասելու, որ այ տեսեք, ես փողը տվել եմ Ղազարյանին, ես փողը տվել եմ Ղազարյանին, դեռ չեմ կարողանում ձեր փողերը վերադարձնեմ։ Դա է իր նպատակը։ Բուն նպատակը, որպեսզի խուսափի այդ մարդկանց հետ հնարավոր կոշտ շփումներից։ Պարոն Ղազարյան, ձեր բառով ասած քցված մարդիկ, այս քրեական ուսուցչությունում հարցակում են։ Իհարկե, մեկին ես մի վկային ես եմ գտել, եւ ինքը պատրաստակամությամբ եկել եւ ցույց տվել։ Ինչական հակակոռուպցիոն նախագահական մարմինը ջանք չէր գործադրում։ Չէ, իրենց հետաքրքիր չէր դա, որովհետեւ դա իմ օգտին էր, երբ որ ես անհանգստություն ունեցա, որ Արամ Մկրտչյանը ով իմ սանիկն էր, ով ամուսնացավ, ուշ տարիքում ամուսնացավ, 50 տարիքում ամուսնացավ, եւ ես իր հարսանիք փսակադրության խավորն էի, եւ իհարկե նա ինձ դրամական ասենք օրժանակություն ցուցաբերել է, բարբերաբար, ես մի մասը վերադարձել եմ, մի մասը չեմ վերադարձել, երբ որ մեր հարաբերությունները վատացավ, մենք հաշվարկեցինք, ես մնացի իրան որոշակի գումար պարտք, որն էլ գրավոր վերադարձրել եմ։ Այ, ինչ եմ ուզում ասել, որ փաստորեն ներողություն, ինչի մասը բան հարցը, վկաների։ Հա, ինչ որ этаպից ես հասկացա, որ Արամ Մկրտչյանը չարաշահում է իմ անունը, այսպես կոչված մարդկանց հետ մտնելու ֆինանսական հարաբերությունների մեջ շահադիտական նպատակներով։ Եվ դրանցից մեկը շատ կարևոր էպիզոդ էր, մեկը կավականեց, անուն հիմա չեմ ուզում տալ, որ ես խանգարեցի իրան այդ մարդուց հերթական 20 միլիոն թե 40 միլիոն դրամը վերցնել, որտեղ ես կանխատեսել էի արդեն, եւ այդ հանդիպումը կազմակերպվեց, ես դա բացահայտեցի։ Դա մեկ, մյուս դեպքը Ալսերդյանն արդեն տվեցին այստեղ, Հարսետ Մանուկովյանն տվեցին այստեղ, որ նորից իրանից 25000 դոլար փող էր վերցել եւ ասել որ տվել է ինձ։ Մարդուն ասել որ տվել է ինձ։ Այդ մարդուց ես խոսել եմ, պայմանավորվել ենք, խնդրել եմ բանը սպասի մի որոշ ժամանակ որ Արամը փողը վերադարձնի, չի վերադարձել, ես 8000 դոլար պարտք եմ եղել Արամին, տվել եմ իրան, գրավոր։ Այդ ձևով է եղել։ Ես բոլորին չեմ կարողացել, որ հնարավոր չի դա ասել, շատ լուրջ աշխատանք է։ Էլի վկա կա, որ Արամը փախնելուց, Հայաստանը լքելուց ընդամենը մի ամիս ու կես առաջ այդ վկայից վերցրել է 50000 դոլար, էլի այդ նույն պատմություններով։ 50000 ընդամենը մեկ կես ամիս առաջ արդեն գումարը վերցրել, բայց այդ վկան ասում ես չեմ գա ցույց տամ, ես իմ հարցերը գլուխ եմ որ ես ձևով ասում եմ։